Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանուշ Պապյանն եմ։ Հունիսի 30-ից ոչ վիզային, այդ թվում ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր քաղաքացիները, որոնք նախատեսում են մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, պարտավոր են լինելու 72 ժամ առաջ տեղեկացնել դրա մասին։ Նպատակը անձի վերաբերյալ բոլոր ինֆորմացիաները, փաստաթղթերը ընդհանուր համակարգի մեջ ընդգրկելն է։ Ինչու է Ռուսաստանի Դաշնությունը շարունակում խստացնել միգրացիոն քաղաքականությունը, որքանով են մարդիկ տեղյակ տեղի ունեցած փոփոխություններից եւ ինչ դժվարություններ են դրանք ստեղծում։ Կպարզենք Հայկական Կարիտաս հասարակական կազմակերպության միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանից։ Բարև ձեզ, Տիկին Բեժանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես Տիկին Բեժանյան հաշված օրեր են մնացել եւ օրենքը կմտնի ուժի մեջ, կկիրառվի հունիսի 30-ից որքանով են բոլոր նրանք, որոնք ցանկանում են մեկնել Ռուսաստանի Դաշնություն, տեղյակ այս փոփոխություններից եւ փաստորեն եթե տեղյակ չլինեն ուղղակի չեն կարողանալ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործել։ Համեցեք, ինչ փոփոխություններ են դրանք եւ ինչ են պարտավոր իմանալ բոլոր մեկնողները։ Համեցեք։ Շնորհակալ եմ։ Այո, հունիսի 30-ից ուժի մեջ է մտնում նոր փոփոխությունը, 70 առնվազն 72 ժամ առաջ տեղյակ պահելու, իսկ արտակարգ դեպքերի պարագայում առնվազն 4 ժամ առաջ տեղյակ պահելու հանգամանքը, բայց ամբողջ խնդիրն անում է, որ դեռ որևէ համակարգ պատրաստ չի։ Այսինքն այն ինչ իրենք նախատեսել էին RUAID-ին, որով պետք է օտարերկրացին իր տվյալները լրացներ եւ ստանար համապատասխան կոդը, որ կարողանար մուտք գործել, ցավոք դեռ պատրաստ չի եւ մենք նույնպես ամենօրյա ռեժիմով հետևում ենք, դեռևս այդ համակարգը չկա, ուստի կդժվարանամ ասել, թե ինչ է այնտեղ ներառվելու եւ ինչին պետք է պատրաստ լինեն օտարերկրացիները, այդ թվում մեր քաղաքացիները, եթե ցանկանում են մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք։ Ինձ ամենօրյա ռեժիմով զանգահարում են, գրում են, հարցնում են, թե օրինակ եթե անձը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, պատրաստվում է դուրս գալ այնտեղից եւ ենթադրենք 1 օր հետո նորից վերադառնալ, արդյոք կարող է ՌԴ-ից ինքը այդ համակարգով գրել, թե ինչ ձևով է աշխատելու, դեռևս որևէ բան հայտնի չէ, քանի որ դեռ համակարգը պատրաստ չէ, չնայած որ արդեն իսկ վաղն է հունիսի 30-ը, բայց համակարգը դեռ չկա։ Տեսեք, Տիկին Բեժանյան, ստացվում է, որ գնում են միգրացիոն քաղաքականության խստացման, նոր օրենսդրական լուծումների առանց դրան պատրաստ լինելու, նկատի ունեմ Ռուսաստանի Դաշնությունը։ Դե ես կարծում եմ, որ որովհետև քիչ ժամանակ է մնացել, ինչպես են հասցնելու, որ չհասցնեն պիտի հետաձգվի, ինչ է սպասվում։ Չեմ կարող ասել, առայժմ հետաձգման մասին որևէ քննարկում անգամ չկա, որտեղ շատ աչալուրջ մենք հետևում ենք բոլոր ընթացող իրադարձություններին, որևէ քննարկում չկա, միանշանակ պնդում են, որ հունիսի 30-ից դա ուժի մեջ է մտնելու, բայց համակարգը դեռ չկա։ Ես չգիտեմ, երբ այդ համակարգը արդեն պատրաստ կլինի, որպեսզի կարողանան անձինք արդեն գոնե փորձարկել, չգիտեմ։ Այս պահին դեռևս համակարգը չկա եւ ես կդժվարանամ նույնիսկ որևէ հարցի պատասխանել, թե ինչպես է դա աշխատել, որտեղ ինձ հարցնում է, իսկ այդ համակարգը կարող է խափանումներով աշխատել։ Ամեն ինչ հնարավոր է, այս պահին որևէ բան ասել ցավոք չենք կարող, որովհետև համակարգը ինքը դեռևս չկա։ Տիկին Բեժանյան, ինչ նպատակ է հետապնդում Ռուսաստանի Դաշնությունը գնալով այսպիսի միգրացիոն խստացումների, փոփոխությունների, նպատակը ինֆորմացիան տեղեկատվությունը այդ մարդկանց մասին մեկտեղելն է, դա ինչ խնդիր է լուծում առհասարակ։ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները պնդում են, որ իրենք լուծում են առաջին հերթին անվտանգային հարց, որովհետև իրենց համար շատ կարևոր է իմանալ ով է մուտք գործում Ռուսաստանի Դաշնություն, ով է գտնվում Ռուսաստանի Դաշնությունում եւ դրա համար իրենք նաեւ հաջորդիվ անմիջապես հենց այս համակարգը ներդրվելուց հետո ստեղծելու են միգրանտի էլեկտրոնային պրոֆիլը, որի մեջ ներառվելու են մինչ այժմ եղած բոլոր փաստաթղթերը, որոնք առանձին փաստաթղթերի տեսքով էին, հիմա ամբողջական մեկ պրոֆիլի մեջ են ներառվելու եւ միգրանտի նոր էլեկտրոնային քարտն է թողարկվում, որի մեջ դարձյալ լինելու են միգրանտի բոլոր տվյալները, այդ թվում իր բուժ զննումը, աշխատանքի մասին, հարկերի վճարումները, լինելու է իր մատնահետք, այսինքն կենսաչափական տվյալներն են լինելու, ձայնագրությունն է լինելու եւ այդ դեռևս Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում է դա փորձարկվելու, իսկ արդեն սեպտեմբերի 1-ից նաեւ բջջային
հավելվածով են միգրացիոն հաշվառման կանգնելու օտարերկրացիները, այդ թվում մեր քաղաքացիները, ինչը նշանակում է, որ այդ հավելվածով միգրացիոն հաշվառման կանգնելու պարագայում անմիջապես ֆիքսվելու է իրենց գեոլոկացիան, որտեղ են իրենք, այսինքն այն, որ նախկինում եւ դեռ շարունակվում է այդ տենդենսը, որ հաշվառվում են մի հասցեում, բնակվում են մեկ այլ հասցեում, շատ արագ տեղորոշելու են, արդյոք անձը այն հասցեում է բնակվում, որտեղ ինքը հաշվառված է, թե ոչ, եւ եթե անձը իր հաշվառման հասցեից 3 օրից ավել պետք է բացակայի, պարտավոր է լինելու տարածքի ոստիկանությանը, թաղային ոստիկանությանը տեղյակ պահել, որ ինքը բացակայելու է 3 օրից ավել տվյալ տարածքից։ Այլապես համակարգը եթե ֆիքսեց, որ ինքը իր ռեգիստրացիայի հասցեից 3 օրից ավել բացակայում է, այս դեպքում համակարգը նրան ավտոմատ կգցի վերահսկվող անձանց ռեեստրը, ինչը նշանակում է, որ անձը կենթարկվի արտաքսման, բույսիլկայի առանց դատանի որոշման, միայն ոստիկանության որոշման։ Հիմնականում գրանցվում են, հիմնականում այդ գրանցումները պայմանավորված են աշխատանքի եւ նաեւ այսպես քաղաքացիություն ստանալու հետ։ Դրա համար տարբեր հասցեներում են հիմնականում քաղաքացիներ, ինչ նպատակ է հետապնդում եւ սա խնդիրներ կստեղծի քաղաքացիների։ Անշուշտ սա մեծ խնդիրներ է ստեղծելու։ Քաղաքացիությունը այստեղ կապ չունի։ Այս ամբողջ խնդիրն անում է, որ եթե օտարերկրացիները, այս պարագայում խոսեմ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներ, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացիներ, մուտքի պահից 30-օրյա ժամկետում պարտավոր են միգրացիոն հաշվառման կանգնել, նույն ինքը ռեգիստրացիա լինել իրենց իրական բնակության հասցեում։ Եվ ես նաև ձեր եթերներում եմ բազմիցս ասել, որ եթե անձը իր իրական բնակության հասցեում ռեգիստրացիա չի լինում, դա քրեորեն պատժելի արարք է, 1 տարի ազատազրկում է հասնում կամ արտաքսում տվյալ անձին։ Հիմա ինչու մարդիկ շատ հաճախ գրանցվում են մեկ այլ հասցեում, ապրում են մեկ ուրիշ հասցեում, որովհետև տանտերերը հիմնականում չեն ցանկանում հաշվառել անձանց։ Եվ սա խնդիր է առաջացնում, մարդիկ վարձակալում են բնակարան, բայց օրինակ հաշվառվում են իրենց ծանոթի մոտ, ով պատրաստ է իրենց վերցնել հաշվառնել։ Լրացուցիչ խնդիրներ է, վճարների բանի հետ կապված։ Բացի կոմունալներից որևէ բան չի ենթադրում, բայց կոմունալները միշտ էլ միգրանտները իրենք իրենց ծախսած կոմունալները վճարում են։ Այստեղ իրենք որևէ հարկային բեռ չի ավելանում տանտիրոջ համար, բայց դա այդպես տարիներով եկած, ինչպես ասեմ, ավանդույթ է, որ չեն ցանկանում իրենց բնականում հաշվառել օտարերկրացիներին, բայց ցանկանում են նրանց անշուշտ վարձակալությամբ տրամադրել, գումարը ցանկանում են վերցնել, բայց հաշվառում չեն ցանկանում անել։ Ցավոք նաև դեպքեր կան, երբ որ խոստացել են, որ անպայման հաշվառում կանեն, բնականը վարձել են, մի քանի ամսվա գումարը տվել են, հետո հրաժարվում են, այս մարդը ինչ որ միտեղ պետք է հաշվառվի, այլապես ինքը 30 օրը լրանալու պարագայում կդառնա անօրինական եւ ստիպված է լինում որևէ տեղ հաշվառվել, որպեսզի այս խնդրի առաջ չկանգնի։ Այսինքն այսպիսի հարցեր են լինում, ես միշտ ասում եմ, անպայման կնքեք վարձակալության պայմանագիր եւ այդ պայմանագրով գնացեք տարածքային միգրացիոն ծառայություն, որովհետեւ այլապես դուք որևէ երաշխիք չունեք, որ տվյալ անձը ձեզ ռեգիստրացիա կանի։ Հիմա տրվեց հնարավորություն, որ միգրանտը ինքը նույնպես կարող է կնքելով վարձակալության պայմանագիր կարող է կամ գոսուслуգիի միջոցով կամ անձամբ գնալով տարածքային միգրացիոն ծառայություն կամ բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ տեղակայված է միգրացիոն ծառայության գրասենյակը, ինքը կարող է իրեն միգրացիոն հաշվառման կանգնեցնել եւ դրանից հետո տանտերը կհաստատի, որ ինքը այդ պայմանագիրը կնքել է եւ անձը կհամարվի արդեն հաշվառված տվյալ հասցեում եւ դա ավելի հեշտացրեց, որովհետեւ ցավոք նախկինում երբ որ տանտերը հրաժարվում էր անձին վերցնել միգրացիոն հաշվառման, միգրանտը արտաքսում էր, իսկ տանտիրոջը որևէ բան չէր սպառնում, իսկ հիմա գոնե տուգանք կա դրա համար, երբ որ տանտերը չի հաշվառի միգրանտին։ Հիմա նաեւ միգրանտի վրա է դրված այդ հնարավորությունը, որ ինքը ունենա հնարավորություն ինքը իրեն հաշվառելու, բայց քանի որ դեռ շարունակվում է այդ տենդենսը հաշվառվել մեկ հասցեում, բնակվել մեկ ուրիշ հասցեում, հիմա ՌԴ պատկան մարմինները մտցրել են այս տարբերակը եւ սեպտեմբերի 1-ից գործելու է, ուժի մեջ է մտնելու, ռեգիստրացիան անել եւ երկարացնել անշուշտ հնարավոր է լինելու միայն տվյալ հավելվածի միջոցով, դա դեռևս վերաբերում է Մոսկվային եւ Մոսկվայի մարզին, եւ արդյունավետ աշխատելու պարագայում կտարածվի նաեւ ՌԴ մյուս տարածքների վրա։ Տիկին Բեժանյան, տեսեք, շարունակ վերջին տարիներին հատկապես
շարունակ այս փոփոխությունները միգրացիոն վիճակագրության վրա ինչպիսի ազդեցություն են թողել նկատի ունեմ մեր վիճակագրության վրա օրինակ վերջին տարիներին նույն աշխատանքային միգրանտների թվի նվազում ունենք չունենք թե սանդղակնույնությամբ պահպանվել է այս խոչընդոտները որքանով են հիմք հանդիսացել որ ուղղակի քաղաքացին մերժի գնալ այնտեղ ռեալիզացվել փորձի Հայաստանում հաստատվել Գիտեք 22 թվականին, երբ որ պատերազմի արդյունքում սանկցիաները սկսեցին եւ սկսեց արդեն ռուբլու կուրսի անկումը, անշուշտ նաեւ որոշակի առումով միգրացիոն օրենսդրության խստացումներ ուժի մեջ մտան, մոտավորապես 9% նվազում մենք արդեն ունեինք միգրացիոն հոսքերի, բայց նաեւ նկատվում էր տենդենց, որ մարդիկ ընտանիքներով էին արդեն մեկնում եւ իրենք, քանի որ ռուբլու գնողունակությունը ՌԴ-ում շարունակում էր պահպանվել, իսկ Հայաստան գալով այդ գումարը առնվազն 2 անգամ նվազում էր, գերադասում էին ընտանիքներին տան, բայց այս վերջին խստացումներից հետո էր առնվազն դպրոց ընդունվելու համար ռուսերենի քննություն է պահանջում, այդ քննության ընթացքում պետք է հաղթահարել 90%, այսինքն տրված հարցերի 90%-ին պետք է ճիշտ պատասխանել, եւ եթե երեխան օրինակ չունի ռեգիստրացիա, ապածնողի ռեգիստրացիան եւս չեղարկում են եւ նրանց արտաքսում, այսինքն այս խստացումները սկսեցին անդրադառնալ ոչ միայն միգրանտներ, նրանց ընտանիքի անդամների վրա, եւ սա եւս անշուշտ նպաստում է միգրացիոն հոսքերի նվազմանը Եվ արդեն մենք ունենք 3 տարվա ընթացքում մոտ 30% նվազում դա մեր հաշվարկներն են, ես պաշտոնական թվեր չեմ ասում, դա մեր հաշվարկներն են, որ շուրջ 30%-ով նվազել են։ Ռուսաստանի Դաշնություն մեկնողները։ Դեպի ՌԴ մեկնող, այո, մեր միգրացիոն հոսքերը, նրանց մի մասը ունի մուտքի արգելք, նրանց մի մասը պարզապես այստեղ գտել է աշխատանք եւ չի ցանկանում մեկնել, մի մասը խուսափում է մեկնելուց, որովհետեւ օրենսդրությունն է խստացել կամ ռուբլու կուրսն է բավականին ցածր եւ չի բավարարում այնտեղ վաստակած իր գումարը, բայց անշուշտ Ռուսաստանը շարունակում է մնալ աշխատանքային միգրացիայի առումով առաջատար երկիրը Հայաստանից մեկնողների թվի առումով։ Ըստ էության Հայաստանի ԵԱՏՄ անդամ լինելը այս դեպքում որևէ ձև իրավիճակի վրա ազդեցություն չի ունենում։ Այն խստացումները, որ անում է հիմա Ռուսաստանի Դաշնություն, դա վերաբերվում են բոլոր միգրանտներին, այդ թվում ԵԱՏՄ անդամ երկրներին, եւ երբ որ բարձրացնում ենք որևէ հարց, իրենք ասում են, որ այդ համաձայնագրում նշված է, որ ներքին օրենսդրությանը չպետք է հակասի, այսինքն եթե իրենք փոխում են, դա վերաբերվում է բոլորին։ Այստեղ բացառապես վերաբերվում է մեր քաղաքացիներին, այն որ իրենք ուղղակի պատենտ չեն հանում, այսինքն այդ լեզվի պատմության քննությունները չեն անցնում, որպեսզի ստանան թույլատվական բնույթի փաստաթուղթ ՌԴ-ում աշխատելու համար։ Պարզապես կնքում են աշխատանքային պայմանագիր կամ ծառայությունների մատուցման պայմանագիր եւ պայմանագրի ժամկետով կարող են գտնվել Ռուսաստանի Դաշնությունում, բայց ես վերջին որոշակի հետազոտությունները մեր կողմից ցույց տվեցին, որ մարդիկ, որոնք ստանում են աշխատանքի, այսինքն թույլատվական բնույթի փաստաթուղթ պատենտ, իրենք ավելի ապահովագրված են, քան նրանք, ովքեր ԵԱՏՄ երկրներից են, ինչու, որովհետև տրված պատենտը առնվազն երաշխավորում է, որ պատենտի ժամկետով անձը կարող է օրինական գտնվել եւ աշխատել։ Իսկ մեր քաղաքացիները, չգիտեմ, եթե օրինակ գործատուն անբարեխիղճ է եղել եւ պայմանագիրը հարկայինում չի գրանցել, ստացվեց, որ մարդը անօրինական է գտնվում, չունի աշխատանքային պայմանագիր եւ դա շատ հեշտությամբ ինքը դառնում է անօրինական Հայաստան վերադառնալուց հետո մուտքի արգելք է դրվում իր վրա։ Մենք ունենք այդպիսի քաղաքացիներ, որ իրենց ձեռքին ունեն պայմանագիր, բայց այդ պայմանագիրը ուղղակի որևէ տեղ արձանագրված չէր։ Տիկին Բեժանյան, հետաքրքիր է կոռուպցիոն գործարքների պակաս չկա այնտեղ, նկատի ունեմ գումարը միշտ դեր է ունեցել այսպիսի փաստաթղթերի կազմման, կյանքի կոչման, հիմա դրանք որ չափով տեղ ունեն, այսինքն հնարավոր է այսօր դրական փոփոխություններ լինեն, բայց դրանք որևէ կերպ ազդեցություն չունենան, որովհետև հնարավոր է այսպես ասած պատկան մարմինների հետ գործարքի գնալ։ Գիտեք, դուք ճիշտ եք, միշտ էլ այդպես եղել է, բայց հիմա քանի որ կա հստակ պահանջ եւ այս խստացումները ունեն որոշակի նպատակ, ես կարծում եմ, որ բոլոր օրենքներն էլ, որոնք ուժի մեջ են մտնում, առնվազն առաջին этаպում իրենք խստագույնս կատարվում են եւ առնվազն կես տարի սպասել, որ ինչ որ էական բան որևէ մեկը կանտեսի, չի լինի այդպես։ Վստահորեն իրականացնելու են այնպես, ինչպես դրված է։
Տիկին Բեժանյան, նախորդ տարիներին դարձյալ այսպես օրենքեր ընդունվել կամ մենք հիշում ենք ավելի ճիշտ Վլադիմիր Պուտինի հրամանը, ով փաստորեն կամավոր կմեկնի ռազմաճակատ, քաղաքացիության հարց կլուծվի եւ այլն։ Մենք ունենք որոշակի պատկեր վիճակագրություններ քաղաքացիներից քանի տոկոսն է օգտվել, որքանով է դյուրը իրոք այդ գործընթացը լինում, ինչ պայմաններով է կան խնդիրներ, թե ոչ, որովհետև երբ նոր էր պայթել այդ պատերազմը, մենք հիշում ենք, թե որքան կամայական որոշումներ էին կայացվում, փողոցից բռնել, տանել ռազմաճակատ կամ ուրեմն կտանքների ենթարկել եւ այլն։ Հիմա ինչն է, ինչպիսի պատկեր ունենք։ Չունեմ որևէ տվյալ, ցավոք, եւ այդ տվյալները որպես այդպիսին վիճակագրություն չի ներկայացվում, քանի որ դա ՌԴ-ի վիճակագրությունն է, ես չեմ տիրապետում այդպիսի տվյալների, նույնիսկ չեմ կարող ասել այս պահին որքան Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամավոր կամ ոչ կամավոր ունի նման պայմանագիր կամ մեկնել է ռազմաճակատ, թե ոչ, չունեմ այդպիսի տվյալներ, ցավոք սրտի։ Տիկին Բեժանյան, առաջիկայում ինչ փոփոխություններ են սպասվում, բացի սեպտեմբերի 1-ի փոփոխությունից, որ ներկայացրիք, որ պիտի ուշի-ուշով քաղաքացիները հետևեն, եթե այսպես իրենց կյանքը ճակատագիրը պատկերացնում են Ռուսաստանի Դաշնության։ Առայժմ այն էր, ինչ ներկայացրեցի, դեռևս նոր բան չեն հայտարարել ՌԴ իշխանությունները, բայց դա չի նշանակում, որ առաջիկայում չեն հայտարարի։ Ամեն դեպքում պետք է պատրաստ լինել, որ եթե մեկնում եք Ռուսաստանի Դաշնություն, հստակ պետք է իմանաք, որ նախ հունիսի 30-ից, անկախ նայած որ համակարգը դեռևս չկա, բայց ամեն դեպքում հայտարարված է հունիսի 30-ից մուտքը առնվազն 72 ժամ առաջ պետք է համակարգով տվյալները ուղարկել եւ միայն կոդը ստանալուց հետո կարող եք մուտք գործել։ Պատրաստ եղեք, որ եթե մեկնում եք աշխատելու կամ երկարաժամկետ գտնվելու Ռուսաստանի Դաշնությունում, պետք է ձեզ համար միգրանտի էլեկտրոնային պրոֆիլը ստեղծվի եւ եթե մեկնում եք Մոսկվա կամ Մոսկվայի մարզ, ապա սեպտեմբերի 1-ից նաեւ ձեր ռեգիստրացիան է։ Իդեպ ես այստեղ ուզում եմ ավելացնել, որ մենք բազմիցս խոսել ենք առնվազն ուղևորայ բեռնափոխադրողների հետ կապված, որ իրենց համար ժամկետի կրճատում էր եղել եւ ՌԴ-ում գտնվելու համար իրենք գումարային 90 օր ունեին տարեկան, այս 72 ժամը նաեւ նրանց է վերաբերվում։ Այսինքն իրենց համար եւս մեկ խոչընդոտ է առաջ եւ առնվազն իրենք պետք է պատրաստ լինեն եւ տեղյակ լինեն, որ ՌԴ մեկնելուց առաջ հունիսի 30-ից սկսած պարտավոր են 72 ժամ առաջ իրենց տվյալները ուղարկել, ստանալ կոդ, որից հետո իրենք կկարողանան մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք։ Իսկ որքանով է մեր իշխանությունը կամ որքանով է օրինակ միգրացիոն ծառայությունը այս բոլոր փոփոխություններին այսպես արագ արձագանքում, որքանով է փորձում քաղաքացիներին սպասվող փոփոխությունները ներկայացնել։ Տեսեք, հունիսի 30-ի հետ կապված մենք ձեզ հետ բազմիցս առիթ ունեցել ենք խոսելու, դուք անընդհատ բարձրաձայնում եք այս խնդիրները, բայց ինչ է արվում այսպես պետական մակարդակով, ինչ բացեր կան, թե արվում է ամեն ինչ ավոր պատշաճ։ Ամբողջ խնդիրն անում է, որ միգրացիա եւ քաղաքացիության ծառայության թիրախումբը չեն մեր քաղաքացիները, որոնք մեկնում են ՌԴ աշխատելու։ Նրանք, ովքեր գալիս են Հայաստան աշխատելու, նրանք միգրացիա եւ քաղաքացիության ծառայության թիրախումբն է, որտեղ իրենք զբաղվում են օտարերկրացիների կացության աշխատանքի թույլտվության հարցերով։ Մեր քաղաքացիների հարցերով որևէ գերատեսչություն չի զբաղվում, միայն միասնական սոցիալական ծառայության զբաղվածության տարածքային կենտրոնները նախամեկնումային խորհրդատվություն են տրամադրում, եթե քաղաքացին դիմում է։ Ավելի ճիշտ, եթե քաղաքացին տեղյակ է, որ կարող է դիմել այնտեղ խորհրդատվություն ստանալու, ապա տրամադրվում է այդ խորհրդատվությունը։ Որևէ պետական գերատեսչություն անշուշտ չի զբաղվում մեր քաղաքացիների ոչ իրազեկմամբ, ոչ էլ ես թույլ կտամ ինձ ասել իրավունքների պաշտպանությամբ։ Դրա համար դուք անդադ ինձ եք տեսնում այս հարցերը բարձրացնելիս եւ խոսելիս, բայց դա չի նշանակում, որ պատկան մարմինները տեղյակ չեն եւ անշուշտ իրենք տեղյակ են եւ ես որքանով որ ես գիտեմ, առնվազն ԵԱՏՄ-ի շրջանակում քննարկումների ժամանակ բարձրացվում են այդ հարցերը, որտեղ նաեւ մենք ենք նամակներ ենք ուղարկում, տեղեկացնում ենք այն խնդիրների մասին, որոնք կան դաշտում, ու հնարավորինս փորձում ենք օգտագործել այն բոլոր հնարավոր տարբերակները, որով կարելի է այդ տեղեկատվությունը տեղ հասցնել, բայց ցավոք դեռևս չունենք որևէ դրական պատասխան, առնվազն գոնե բեռնափոխադրումների վարորդների հարցերը լուծելու, որովհետև դա շատ լրջորեն այդ հարցը արդեն կանգնած է մեր առջև։ Մասնավորապես ինչպիսի խնդիրներ մենք գիտենք, որ այս ընթացքում կոնյակագործներն են սահմանին կանգնած, ուրիշ խնդիր է, այն որ սպասում են իրենք սահմանին գնալը, դա մեկ այլ խնդիր է, բայց
ՀՀԴ տարածքում, եթե բեռնափոխադրող արդեն մուտք գործեց, եւ այնտեղ կարող է խնդիրներ ստեղծել նաեւ սահմանապահը մի կողմից, մյուսը ինքը այդ տարածքում կարող է տարվա մեջ գումարային 90 օր գտնվել։ Եթե հանկարծ ինքը այդ գնաց եկավ եւ այդ 90-րդ օրը Աստված մի արես, ես միշտ ասում եմ, ճանապարհին ինչ որ բան մեքենայի փչացավ եւ ինքը չկարողացավ դուրս գալ այդ 90-րդ օրը ու մնաց, չգիտեմ, 91, 92, 93-րդ օրը դուրս եկավ կարգավորում չկա իրենց համար, այդ մարդը ուղղակի մուտքի արգելք նրան կդրվի առնվազն 3 տարի ժամկետով։ Այստեղ է խնդիրը, որ պետք է այս հարցը բարձրացնել, որ գոնե այս կատեգորիայի անձանց համար լինեն որոշակի այլ ժամկետներ կամ այլ հնարավորություններ, այլ միջոցներ, որևէ լուծում գտնվի այս հարցի համար, որը դեռևս չի գտնվել։ Իսկ հիմա դրան կգումարվի նաև առնվազն 72 ժամ առաջ տեղեկացնել, որ անձը մուտք է գործելու։ Իսկ եթե 50 օր էլ, չգիտեմ, սահմանին կանգնեցնեն թույլ չտան մուտք գործելու, եթե անձը 72 ժամ տեղյակ է այլ։ Իսկ ինչպես է լինելու նրա մուտքը, այսինքն հարցեր կան, որոնց պատասխանները մենք չունենք այս պահին։ Այս առումով պիտի իշխանությունը միջամտիկ նաև Ես կարծում եմ, որ այո, հետ այդ առնվազն գոնե ԵԱՏՄ հանձնաժողովի տնտեսական հանձնաժողովի շրջանակներում այս հարցը անպայման պետք է քննարկվի։ Իսկ կոնյակագործների հետ կապված այ վարորդների, որոնք փաստորեն չեն դիմել ձեզ դեռ Տիկին Բեժանյան։ Դե դա մեր խնդիրներ չէ, որովհետև իրենք աշխատանքային միգրանտ չեն, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, ոչ դիմок չի։ Ըստ էության Տիկին Բեժանյան, մենք ունենք խնդիրներով այսպես հագեցած միգրացիոն փոփոխություններ Ռուսաստանի Դաշնությունում առաջիկայում իրենց մասին զգացնել կտան, կարծում եք։ Վստահ եմ։ Տիկին Բեժանյան, իսկ առհասարակ վերջին շրջանում նաև խոսք է գնում ԵԱՏՄ շրջանակը նաև ընդլայնելու։ Ինչ եք կարծում, այդպիսի ընդլայնումը հնարություն կտա այսպիսի փոփոխությունների որոշակի մեղմացման օրինակ։ Չեմ կարող ասել, որովհետև այնինչ այսօր ունենք ԵԱՏՄ-ի շրջանակում, ոնց որ թե այս որոշումների վրա ազդեցություն չի ունենում։ Ընդլայնումը կունենա թե ոչ, չեմ կարող ասել։ Շնորհակալ եմ Տիկին Բեժանյան։ Սիրով։ Առաջինի տաղավարում զրուցում էինք Հայկական Կարիտաս հասարակական կազմակերպության միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ։ Կհանդիպենք։